Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր աշխատելու ենք H74-ից 75-ի առաջադրանքների շուրջ, դաս 41, գումարում 20-ի սահմաններում։ Ինչպես միշտ, սկսում ենք բանավոր առաջադրանքներից։ Առաջադրանք 4-ը։ Պատասխանիր այգի հարցերին։ Վերհիշում եմ, որ 1 դեցիմետրը հավասար է 10 սանտիմետրի կամ 10 սանտիմետրը հավասար է 1 դեցիմետրի։ Պատասխանում են հարցերին բանավոր։ Քանի սանտիմետր է 1 դեցիմետրը։ 1 դեցիմետրը 10 սանտիմետր է։ Քանի սանտիմետր է 1 դեցիմետր 7 սանտիմետր է։ Այստեղ հիշում են 1 դեցիմետրը 7 սանտիմետրի փոխարեն կարելի ասել 1 տասնյակ 7 միավոր։ Եթե 1 տասնյակ 7 միավորը 17 միավորն է կամ 17 թիվն է, ապա 1 դեցիմետր 7 սանտիմետրը կլինի 17 սանտիմետր։ Որքանով է 16 սանտիմետրը մեծ 1 դեցիմետրից, քանի որ 1 դեցիմետրը 10 սանտիմետր է, 16-ից կհանեն 10-ը կմնա 6 սանտիմետրով։ Որքանով է 7 սանտիմետրը փոքր 1 դեցիմետրից, քանի որ 1 դեցիմետրը 10 սանտիմետր է, որպեսզի գտնենք, թե 7-ը 10-ից որքանով է փոքր, պիտի 10-ից հանենք 7, 3 սանտիմետրով։ Առաջադրանք 6-ը։ Շարունակելով մեկը մյուսին, կապույտ թվերը երեխաները պիտի կարդան աճման կարգով, կարմիրները նվազման կարգով։ Այսինքն պիտի գտնեն ամենափոքրը 2, 3, 7, 8, 9, 10, 11, 14, 15, 19, իսկ կարմիր թվերը կարդալու են նվազման կարգով, այսինքն մեծից փոքրը 19, 15, 13, 11, 10, 9, 8, 7, 3, 2։ Այժմ պարզենք, թե առաջին շարքի թվերից որը չկա երկրորդ շարքում։ Նայում ենք առաջի շարքի թվերին, տեսնում ենք, որ 14-ը չկա։ Անցնենք առաջադրանք 7-ին։ Պարզենք, թե որքան է յուրաքանչյուր ձմերուկի զանգվածը։ Նայում ենք կշեռքին դրված ձմերուկին, տեսնում ենք 6 կիլոգրամ։ Ձախ կողմի ձմերուկը 2 կիլոգրամով ավելի է, քան կշեռքի վրայի ձմերուկը, այսինքն եթե կշեռքի վրայի ձմերուկը 6 կիլոգրամ էր, ձախ կողմինը դրանից 2 կիլոգրամով ավելի էր, ապա 6-ին գումարած 2 հավասար է 8 կիլոգրամ։ Հիմա նայում ենք փոքրիկ ձմերուկին։ Եթե կշեռքի վրայի ձմերուկը 6 կիլոգրամ է, իսկ այս փոքրը նրանից 2 կիլոգրամով է պակաս, պակասի դեպքում պիտի կատարենք հանման գործողություն 6-ից հանած 2 հավասար է 4 կիլոգրամ։ Տեսանք, որ ամենամեծ ձմերուկը 8 կիլոգրամ է, կշեռքի վրայինը 6 և ամենափոքրիկը 4 կիլոգրամ։ Առաջադրանք 8-ը։ Արան ունի 8 կոնֆետ։ Եթե նա 2 կոնֆետ տա Հայկին, նրանց կոնֆետների քանակները կհավասարվեն, քանի կոնֆետ ունի Հայկը։ Այստեղ նախ և առաջ մենք պիտի իմանանք, թե հավասարվելուց հետո յուրաքանչյուրի մոտ քանի կոնֆետ եղավ։ Քանի որ Հայկը ուներ 8 կոնֆետ և դրանցից 2-ը տվեց, այսինքն իր կոնֆետները 2-ով պակասեցին, տեսնենք որքան մնաց Արայի մոտ մնաց 6 և Հայկի մոտ դարձավ 6, բայց ինչպես դարձավ Հայկի մոտ 6, երբ նրան 2 կոնֆետ տվեց Արան, այսինքն նախքան 6 ունենալը, որքան ուներ Հայկը։ Եկեք երեխաներ այսպես մտածենք, Արայի տված կոնֆետը հետ վերադարձնենք, այսինքն երբ նրա մոտ դարձավ 6, ինքը որոշեց նորից 2 կոնֆետը հետ վերադարձնել, որպեսզի իմանա քանիսը կար սկզբում նրա մոտ, 6-ից հանած 2 հավասար է 4-ի, այսինքն Արան ուներ 8, Հայկը ուներ 4։ Երբ Արան իր 2 կոնֆետը տվեց Հայկին, Հայկի մոտ նույնպես դարձավ 6 և Արայի մոտ էլ եղավ 6, այսինքն Հայկը ուներ 4, 2-ը ստացավ, դարձավ 6,
Արան ուներ 8, 2-ը տվեց, դարձավ 6, 6-ը հավասար է 6-ին։ Մենք այս տրամաբանական խաղն էլ լուծեցինք, այժմ անցնենք գումարման օրինակներին։ Առաջին առաջադրանքը. օգտվելով նկարից հաշվել գումարները։ Նայում ենք 7 գումարած 5, 7 կարմիր ուլունքներին պիտի ավելացնել 5 կանաչները։ Տեսեք, 7-ին ավելացրել ենք 8, 9, 10, 3 ավելացրել ենք, ստացել ենք տասնյակ։ Եվ մնացել է ևս 2-ը, 1 տասնյակ, 2 միավոր, այսինքն 7-ին գումարած 5 հավասար է 12-ի։ Նույնը ես հիմա մատիտներով ցույց կտամ։ 7 ներկեր ունեմ, պիտի ավելացնեմ ևս 5-ը։ Երեխաներ, 7-ին աստիճանաբար ավելացնում ենք այնքան, մինչև դառնա 10-ը։ 7-ից հետո հաշվում ենք 8, 9, 10-ը։ Տեսեք, 3-ն ավելացրեցինք, 1 տասնյակը ստացվեց, նայում ենք, մնաց 2 միավորը։ 1 տասնյակ, 2 միավոր, 12, կամ կարելի է ուրիշ ձևով հաշվել, եթե երեխան դժվարանում է, կարելի է 7-ից հետո հաշվարկենք ևս 5 թվանշան, 8, 9, 10, 11, 12, նույն ձևով կարելի է կատարել բոլոր առաջադրանքները, եթե երեխան դժվարանում է դիդակտիկ պարագաների կամ ինչու՞ չէ նայել իր մատների օգնությամբ, քանի որ ես միշտ կրկնել եմ երեխայի համար ավելի մոտ, ավելի հասանելի, ավելի հասկանալի է հենց իր իսկ մատները։ Այժմ կատարում ենք առաջադրանք 2։ Հաշվել արտահայտության արժեքը։ Երեխաները արդեն սովորել են, որ եթե երկու գործողություն է, սկզբում կատարում են առաջին գործողությունը, վերևում գրում են պատասխանը, հետո նոր երկրորդ գործողությունը կատարում են առաջինի պատասխանի հետ։ 6-ին գումարած 4 հավասար է 10-ի, 10-ը գրում են գումարման նշանի վերևում կանաչ գրիչով, 10-ին էլ գումարած 7 հավասար է 1 տասնյակ 7 միավոր, 17։ 6-ին գումարած 4 արդեն հաշվել են, հավասար է 10-ի, 10-ին էլ գումարած 8 հավասար է 18, նույնը կատարում են հանման գործողությունների հետ։ 12-ից հանած 2, 1 տասնյակ 2 միավորից, եթե 2 միավորը հանենք, կմնա 1 տասնյակը, 10-ը, 10-ից էլ հանած 3 հավասար է 7-ի, 12-ից հանած 2 հավասար է 10-ի, 10-ից էլ հանած 4 հավասար է 6-ի։ Նույն ձևով կարելի է տարբեր վարժություններ կազմել, արտահայտություններ և երեխաների հետ միասին լուծել։ Առաջադրանք 3-ը, անվանիր բաղադրիչները և հաշվիր արտահայտության արժեքը։ Առաջին գումարելին 14 է, երկրորդը 2։ Պետք է գտնենք գումարը։ 14-ին գումարած 2, տասնյակը թողնում ենք մի կողմ, 4 միավորին գումարած 2 միավոր հավասար է 6 միավորի, 1 տասնյակն էլ ունենք 16։ Ուշադիր նայում ենք հաջորդ արտահայտությանը։ 1 տասնյակ 2 միավորին գումարած 4 միավոր։ Այստեղ կարելի է երեխաներին սովորեցնել, որ եթե տասնյակները մենք փակենք և նայենք, որ միավորների տեղերին է փոխված, տեսեք, այստեղ 1 տասնյակ 4 միավորին գումարած է 2 միավոր, հաջորդ օրինակի մեջ 1 տասնյակ 2 միավորին գումարած է 4 միավոր, միավորների տեղերին է փոխված։ Կարելի է նույնպես գումարների տեղափոխական օրենքը կիրառել և հաշվել, որ 12-ին 4 գումարելիս նույնպես ստացվում է 16։ Այս խորամանկությունը սովորեցնում ենք երեխաներին այն բանի համար, որ տեսեք, որպեսզի ինքը 13-ին գումարի 7, ավելի հարմար կլինի միավորների տեղերը փոխի 17-ին գումարի 3, որովհետև միշտ մեծ թվին ավելի հեշտությամբ են երեխաները գումարում փոքր թիվը։ 13-ին գումարած 7, փոխենք, 7-ին գումարած 3 հավասար է 10-ի, 1 տասնյակ էլ ունեին, հավասար է 20։ Նայում ենք ներքևում արդեն փոխված օրինակն է գրված, 17-ին գումարած 3 հավասար է 20-ի։ 15-ին գումարած 4, 1 տասնյակը փակում ենք, 5-ին գումարած 4 հավասար է 9, 1 տասնյակ էլ ունենք 19։ 4-ին գումարած 5 հավասար է 9-ի, 1 տասնյակն էլ ունենք մտապահած 19։ Եվ հասանք խնդրին։ Գոհարն ունի 5 դեցիմետր երկարությամբ կարմիր, նայում ենք կարմիրը 5 դեցիմետր երկարությամբ է, և 8 դեցիմետր երկարությամբ կապույտ ժապավեն։
5 և 8։ Որքանով է կապույտ ժապավենը երկար կարմիրից։ Նայում ենք, որ կապույտը երկար է կարմիրից։ Այստեղ մի հատ գիծ ենք դնում, մենք պիտի գտնենք այս ավելցուկը։ Կարմիրը 5 դեցիմետր է, կապույտը 8։ Պայմանը, պահանջը, լուծումը, պատասխանը վերհիշում ենք խնդրի բաղադրիչները և սկսում ենք համառոտագրել։ Բանալի բառերն են, առանց որոնց հնարավոր չէ խնդիրը համառոտագրել։ Կարմիր և կապույտ։ Կարմիր ժապավենը 5 դեցիմետր էր։ Սա խնդրի պայմանն է։ Կապույտ ժապավենն էլ 8 դեցիմետր էր։ Սա էլ է պայման։ Խնդրի պահանջն ենք ձևակերպում, որքանով է կապույտ ժապավենը երկար կարմիրից, կամ կարելի է նաև ասել, որքանով է կարմիր ժապավենը կարճ կապույտից։ Երեխաները հիշում են, երբ երկու հայտնի թվեր համեմատում են, գտնում են որն է մեծ կամ որն է փոքր, անպայման պետք է գտնենք տարբերությունը։ Տարբերություն բառը Աշտեն հուշում է, որ դա հանման գործողություն է։ Տարբերությունը գտնելու համար տարբերության նշանը երկկողմանի սլաքն է։ Կողքին դնում ենք հարցական դեցիմետր, այսինքն պիտի գտնենք կամ երկարը, կամ կարճը։ Անկախ նրանից հարցնում է որն է երկար, թե որն է կարճ, պարտադիր կատարելու ենք հանման գործողություն։ Միշտ մեծ թվից, այսինքն երկար ժապավենից հանում ենք փոքր թիվը կամ կարճ ժապավենի երկարությունը։ 8-ից հանացինք, հավասար է 3 դեցիմետր։ Այսինքն մեկը մյուսից երկար ու կարճ են 3 դեցիմետրով։ Պատասխան 3 դեցիմետր։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։